Լուկաս 3 Հովհաննես Մկրտչի քարոզչությունը Տիբերիոս Կայսեր իշխանության 15-րդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրեաստանի և Հերովդեսը չորրորդապետ Գալիլեայի և նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լուսիանասը չորրորդապետ Աբիլենեի և Աննայի ու Կայափայի քահանայապետության օրով Աստծու խոսքը լսելի եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում, և նա եկավ Հորդանանի կողմը ապաշխարության մկրտություն քարոզելու մեղքերի թողության համար, ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում։ Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, հարթեցեք նրա շավիղները, բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները հարթ ճանապարհներ, և ամեն մարդ կտեսնի Աստծո փրկությունը։ Եվ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտվելու, ասում էր. Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել բարկությունից, որ գալու է։ Այսուհետև ապաշխարության արժանի պտուղներ տվեք, և մի սկսեք ասել, թե Աբրահամին ունենք իբրև հայր։ Այս ասեմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։ Բայց ահավասիկ կացինը ծառերի արմատի վրա է։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ժողովուրդը նրան հարցնում էր և ասում. Իսկ արդ ի՞նչ պիտի անենք։ Նա պատասխանեց նրանց և ասաց. Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի։ Մաքսավորներն էլ եկան մկրտվելու և հարցրին նրան. Վարդապետ, մենք ի՞նչ անենք։ Նա ասաց նրանց. ձեզ հրամայվածներից ավելին մի վերցրեք։ Զինվորները նույնպես հարցնում էին նրան. իսկ մենք ի՞նչ անենք։ Նա ասաց նրանց. ոչ ոքի մի նեղեք, ոչ ոքի մի զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի։ Ժողովուրդը սպասման մեջ էր և բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին հարց էին տալիս, թե միթե սա է Քրիստոսը։ Նա պատասխանեց բոլորին ու ասաց. ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից ավելի զորավորը, որի կոշիկները հանելու արժանի չեմ ես։ Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և հրով։ Նրա քամհարը իր ձեռքում է, մաքրելու իր կալը, հավաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ հարդը կայրի անշեջ կրակով։ Նա շատ ուրիշ մխիթարիչ խոսքերով բարի լուրն էր ավետում ժողովրդին։ Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից, իր եղբոր կնոջ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդեսը գործել էր, այդ բոլորի վրա ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց։ Հիսուսի մկրտությունը Եվ ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուս ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով, որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. Դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը։ Հիսուսի ազգաբանությունը Եվ ինքը Հիսուս շուրջ 30 տարեկան էր, երբ սկսեց իր գործունեությունը, և ինչպես կարծում էին, որդին էր Հովսեփի, և սա Հակոբի, և սա Հեղիի, և սա Մատաթեի, և սա Ղևիի, և սա Մեղքիի, և սա Հանեի, և սա Հովսեփի, և սա Մատթեի, և սա Ամոսի, և սա Նավոմի,
եւ սա Էզկիի, եւ սա Նանգեի, եւ սա Մաաթիի, եւ սա Մատաթեի, եւ սա Սեմեի, եւ սա Հոսեքեի, եւ սա Հոդայի, եւ սա Հովնանեի, եւ սա Ռեսայի, եւ սա Զորաբաբելի, եւ սա Սաղաթիելի, եւ սա Ներիի, եւ սա Մեղքիի, եւ սա Ադդեի, եւ սա Կոսամի, եւ սա Ելմոդադի, եւ սա Երեի, եւ սա Հեսուի, եւ սա Եղիազարի, եւ սա Հորամի, եւ սա Մատթեի, եւ սա Ղևիի, եւ սա Սիմեոնի, եւ սա Հուդայի, եւ սա Հովսեփի, եւ սա Հովնամի, եւ սա Եղիակիմի, եւ սա Մելեի, եւ սա Մեննեի, եւ սա Մատտաթայի, եւ սա Նաթանի, եւ սա Դավթի, եւ սա Հեսեի, եւ սա Օբեդի, եւ սա Բոոսի, եւ սա Սաղմանի, եւ սա Նաասոնի, եւ սա Ամինադաբի, եւ սա Արամի, եւ սա Ադմեի, եւ սա Արնեի, եւ սա Եսրոնի, եւ սա Փարեսի, եւ սա Հուդայի, եւ սա Հակոբի, եւ սա Իսահակի, եւ սա Աբրահամի, եւ սա Թարայի, եւ սա Նաքորի, եւ սա Սերուգի, եւ սա Ռագավի, եւ սա Փաղեկի, եւ սա Եբերի, եւ սա Սադայի, եւ սա Կայնանի, եւ սա Արփաքսադի, եւ սա Սեմի, եւ սա Նոյի, եւ սա Ղամեքի, եւ սա Մաթուսաղայի, եւ սա Ենոքի, եւ սա Հարեդի, եւ սա Մաղաղայելի, եւ սա Կայնանի, եւ սա Ենոսի, եւ սա Սեթի, եւ սա Ադամի, եւ սա Աստծու։